Ձեր քաղաքի մեր բոլորի Երևանի տխրության մեջ գույն է մտել, ուզում եմ երկար տևի արևի զգացումը, մեր քաղաքի հմայքն ու ինքնատիպ միջավայրը էլ ավելի ընդգծված ու կանչող է դարձել, նկարազարդված կամարանցումներով կամ ինչպես բոլորն են ասում, դարաններով, այդ նկարչությունը, որը գեղեցկացնում է քաղաքը, բոլորին հայտնի է street art անունով, այսպես կոչված փողոցային նկարչություն, փողոցային նկարիչների համար աշխարհը կարծես մի մեծ կտավ լինի, իսկ ինձ համար street art-ը շատ հետաքրքիր ու գեղեցիկ մի աշխարհ է, իմ կարծիքով street art-ը ոչ թե պարզապես նկարչություն է, այլ նաև շատ մեծ երևակայություն։ Այո, շատ գեղեցիկ է, իսկ տեսես ով է այս ամենի հեղինակը։ Բարև ձեզ, նստեք։ Սկսեցինք։ Մենք պայմանավորվել էինք, որ ես գամ և ես իմ հարցերը ուղղեմ ձեզ։ Ճիշտ է, լսում եմ, ինչ հարցեր ունես։ Давай։ Ինչպես ստեղծվեց Երևան քաղաքի կամարանցումները նկարազարդելու գաղափարը։ Շատ հետաքրքիր ձևով ստեղծվեց։ Երևան քաղաքում ինչ որ կատարվում է, միանգամից չի կատարվում։ Այդ ամեն ինչը տարբեր բազմաթիվ քննարկումների արդյունքում է ծնվում։ Դա կարող է վերաբերել և շինարարությանը, և կանաչապատմանը, և քաղաքի ձևավորմանը, և իհարկե կամարանցումների նկարազարդմանը։ Տարբեր քննարկումների, առաջարկությունների արդյունքում ծագեց այդ գաղափարը, որ Երևանի կամարանցումները ավելի լավ, ավելի գեղեցիկ տեսքի բերվի։ Ինչպես։ Նախ նորոգվեցին այդ կամարանցումները, սավառվեցին, թափված քարերը վերականգնվեցին և հետո որոշվեց, որ գեղեցիկ ձևավոր են այդ կամարանցումները։ Երևան քաղաքի գլխավոր դիզայները համապատասխան առաջարկություններ ներկայացրեց Երևանի քաղաքապետին և քաղաքապետը համաձայնություն տվեց սկսել այդ ծրագիրը։ Ինչպես է դա տեղի ունենում։ Աստիճանաբար, տարբեր վարչական շրջաններում, նախ փոքր կենտրոնում, հետո մյուս այսօր մենք ունենք այն, ինչ որ ունենք այդ գեղեցիկ կամարանցումները։ Ովքեր են նկարում այդ նկարները և ինչ սկզբունքով են ընտրվում նկարները։ Շատ հետաքրքիր հարց ես տալիս, ապրես։ Ես արդեն ասացի, որ նախ ծնվեց գաղափարը և ստացվեց Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի հանձնարարականը ձևավորել կամարանցումները։ Ուրեմն գործընթացը ինչպես է իրականացվում։ Ընդհանրապես Երևան քաղաքում ցանկացած աշխատանք իրականացվում է օրենքով սահմանված կարգով։ Նույնը վերաբերում է այս կամարանցումների նկարազարդմանը։ Հայտարարվում է համապատասխան մրցույթ,
որի բոլոր կազմակերպությունները, ովքեր ցանկանում են զբաղվել այդ նկարազարդման աշխատանքով, հայտ են ներկայացնում։ Եվ հաղթող ճանաչող ընկերությունը պայմանականորեն անվանենք ձևավորում ընկերություն, պայմանականորեն։ Այս ընկերությունը արդեն ինքը ընտրում է տարբեր նկարիչներ, հավաքագրում է նկարիչներ, ովքեր հետագայում արդեն իրականացնում են այդ աշխատանքները։ Այդ նկարիչները հիմնականում, եթե դու նկատել ես կամ աշխատանքի ժամանակ, երբ որ ովքեր նկատել են, կտեսնեն, որ մեծ մասը երիտասարդներ են, անգամ դպրոցականներ, շնորհալի դպրոցականներ, ովքեր կամավոր ցանկացել են իրենց ներդրում ունենալ գործում։ Եվ ուսանողներ, ովքեր իրենց ամառային հանգստի ժամանակ, ասենք Գեղարվեստի պետական քոլեջի կամ Գեղարվեստական ինստիտուտի նկարչության բաժնի ուսանողները իրենց ամառային հանգիստը նաև աշխատանքի հետ զուգակցելով ձևավորել են այդ կամարանցումները եւ ստացել են մեր այդ գեղեցիկ հեքիաթների տեսարաններով, բնության տեսարաններով, մուլտֆիլմերի հերոսների տեսարաններով, նկարներով գեղեցիկ կամարանցումներ։ Այժմ Երևան քաղաքում քանի կամարանցում է նկարազարդված։ Երևան քաղաքում այս պահի դրությամբ արդեն նախորդ 2 տարիներին մենք ասենք սկսել ենք այդ աշխատանքները եւ արդեն շուրջ 180 կամարանցում ձևավորվել է։ Եվ ես մոռացա ասել, որ այդ կամարանցումների ձևավորման թեմաները պատահական չեն ընտրվում։ Դա նույնպես քննարկումների արդյունքում է ծնվում, այսինքն այնպես չի, որ նկարիչները որոշեցին այստեղ գնդիկ Ոգոնիկի հեքիաթը պատկերել ու սկսեցին դա, չէ, եթե դու եք շրջես քաղաքով, մայրիկի հետ մեծերի հետ շրջես քաղաքով, կտեսնես, որ համապատասխան կամարանցումը, նրա ձևավորումը համահունչ է տվյալ միջավայրի։ Այսինքն այդ շրջակայքում ինչ հիմնարկ-ձեռնարկություններ կան, ինչ ուսումնական հաստատություններ կան, ինչ մշակութային օջախներ կան, նաև դրան է համապատասխանում։ Այսինքն կամայական ձևով չի նկարազարդում, նաև մեր պատմական հերոսներն են այնտեղների հերոսները, նաև այսինքն ինքնանպատակ չի է ձևավորում, սա նաև դաստիարակչական նպատակություն ունի, բացի գեղագիտական հաճույք պատկերելը, նաև ճանաչողական եւ դաստիարակչական նշանակություն ունի։ Եվ վերջին հարցը, հնարավոր է, որ այդ նկարազարդումները մեր շենքերի վրա։ Նկատում ես Երևանի բնակարան շենքերը, շենքշինությունները, ապա ուշադիր լինելու դեպքում հիմա էլ արդեն որոշ շենքերի վրա կտեսնենք նման նկարազարդումներ։ Ճիշտ ասած, նման խնդիր, որպես այդպիսին դեռ քաղաքապետարանը չի քննարկել։ Ես կարծում եմ, որ դրա կարիքը չկա։ Օրինակ ինչ է, ինչի նման Երևանը, եթե բոլոր շենքերը սկսեք նկարազարդել, կկորցնի դեմքը, չէ՞ մեր քաղաքը, մեր գեղեցիկ Երևանը։ Դրա համար մենք Երևանի քաղաքապետարանը, բոլորս, բոլոր երևանցիները, թե ձևավորումը, թե կանաչապատումը, ամեն ինչ որ քաղաքում իրականացվում է, աշխատում ենք անել այնպես, որ Երևան քաղաքը պահպանի իր դեմքը, իր վարդագույն դեմքը, իր գեղեցիկ դեմքը, իր մաքուր դեմքը։ Այո, անհրաժեշտության դեպքում չի բացառվում, որ որոշ շենքեր նույնպես կնկարազարդվեն ինչ-որ թեմատիկ առումով, բայց չի նախատեսվում եւ անձամբ իմ կարծիքով դրա կարիք չկա։ Դա գեղեցիկ է, չէ՞։ Ու չարժե ավելորդ նկարազարդումներով, անտեղի նկարազարդումներով փչացնել տեքստը։ Կրկնում եմ անտեղի նկարազարդումներով, իսկ գեղեցիկ ձևավորում իհարկե պետք է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Շրջելով Երևանի կամարանցումներով համոզվում եմ, որ քաղաքի գունազարդ ներկապնակում այժմ բոլոր գույներն են վառել։ Շատ մեծ սիրով արված աշխատանքի արդյունքում մեր քաղաքը օրեցօր ավելի գրավիչ, գունեղ, հարմարավետ ու բարեկարգ է դառնում։ Իսկ մոտ ամբակայում շատ կուզենայի, որ իմ ու ձեր քաղաքը ավելի գունեղ լինի, որ օգտագործվի ամեն մի քարի կտոր, պատ, շենք, մայթ, ծառ, թուփ, խողովակ
նույնիսկ աղբամար։ Ահա փողոցային արվեստի հետաքրքիր լուծումներ, որոնք արված են աշխարհի տարբեր քաղաքներում։ Գեղեցիկ են, չէ՞։